Շարունակվում է ջրասուզակի կողմից որոնողական աշխատանքները, մոտավորապես 2 կիլոմետրից ավել իրականացվել է ջրասուզակի կողմից որոնողական աշխատանքները Փամբակ գետում, այս պահին ինչ-որ բան հանվեց գետից, բայց պարզվեց իրա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանը։ Լոռու փրկարարները Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի փրկարարների աշխատանքներն էլ ղեկավարում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանը։ Այս պահին նաև Տարոնի բաժնի համայնքային ոստիկաններն են շարունակում աշխատանքները բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։ Իմ տեղեկություններով նաև արդեն ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի, Լոռու մարզային քննչական վարչություն և վարչության պետն ու երկու տեղակալները եկել են դեպքի վայր։ Այն վայր են գնացել, որտեղից որ երեխաները, քույրերը ընկել են։ Ծառը, տեսեք ինչ բարդ է։ Բավականին բարդ է, տեսեք հավանաբար ջրասուզակը սեղմվեց գետում հայտնված ծառի արմատների մեջ կամ հնարավոր է նաև աղբի մեջ, որովհետև որոշ փնթիներ ինչ աղբ ասես լցել են գետը։ Նաղդալյան գտավ։ Բարդ աշխատանք է, կողքից այնքան հեշտ է թվում, որ նույնիսկ չեմ զլանա կասեմ, ջրասուզակը նաև վտանգում է իր կյանքը։